Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ, որ դեռ միասին ենք, չենք մոռանում սեղմել լայքի կոճակը, տարածել, բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, հակառակ դեպքում մենք չենք կարող դիմագրավել այս հարցակումներին, իսկ հարցակումները ավելի սաստկանում ու սաստկանում են, բայց պետք է ասեմ, որ ձեր շնորհիվ ալիքը դեռ կա, դիտողները կան, ճիշտ է, բաժանորդագրվողներն են մի քիչ պակասել, բայց երևի մենք կարողանանք ճեղքել այս բլոկադան և անցնել ավելի նոր լեվելի, որովհետև հավատացեք, երբ որ մեզ լսողները, մեզ նման մտածողները ավելանան գոնե 3 անգամ, շատ չեմ ասում, 3 անգամ, այս իշխանությունը 1 վայրկյան չի մնա, 1 վայրկյան այլևս չի մնա։ Ուզում հարցումը սկսեմ այս նկատից, հատ նայենք իրար հետ։ Չմոռանաք, որ այս սարը մենք ենք, սա մեր հավերժության խորհրդանիշն է։ Ինչ ամպեր, ինչ եղանակ, ինչ փոթորիկ, ինչ ցունամի, ինչ երկրաշարժեր, ասես որ չի տեսել այս սարը, բայց ինքը կա, մենք էլ իր շուրջը, ինքը կա, մենք էլ իր շուրջը, տենց էլ լինելու է։ Ու մնացածները, ովքեր որ խանգարում են մեզ մեր միսիան իրականացնելու, անհետանալու են պատմության մեջից, ինչպես իրենց նախորդները։ Եվ այսպես, կարծես թե վերջերս դառնում է օրինաչափություն, թուրքական ինքնաթիռների կործանումը, կամուրջների փլուզումը, այսօր էլ Խորվաթիա թռչող ինքնաթիռ թուրքական ընկել, վայր ընկել։ Իսկ երեկվա ռազմական ինքնաթիռի ընկնելու հետ կապված այսօր ես մի 2 արտասահմանյան բաներից լսեցի, վերլուծողներից լսեցի, որ հետաքրքիր մեկնաբանություններ են անում, ոչ ստանդարտ։ Հետաքրքիր է նաև, որ նրանք ուշադրություն էին դարձրել նրան, ինչին երևի մենք չենք կարող ուշադրություն դարձնել մասնագիտական բերումով, որ ինքնաթիռը, սովորաբար ինքնաթիռները, երբ որ կորցնում են իրենց կառավարումը, ուղղակի ազատ անկման տակ ընկնում են, կամ պայթում են օդում, եթե ասենք ինչ ունի բան։ Բայց այդ ինքնաթիռը, եթե դուք հիշում եք, տեսել եք այդ կադրերը, ինքը ասենց իր շուրջը պտտվելով, այսենց իջնում էր, ընկնում էր ներքև։ Ծուխ չկար, ոչ մի բան չկար։ Տարբեր վարկածներ էր քննարկվում, ընդհանուր միջև տերորիզմը։ Տերորիզմ։ Չէին ասում կոնկրետ որ երկիրը կարող է լինի, հա, կարող է Իրանը լինի, կարող է նույնիսկ Իսրայելը լինի, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է Հայաստանը լինի, շատ հետաքրքիր է, որ մեր անունը չհնչեց։ Հա, ասենք, մոտավորապես այն անունները, ովքեր ոչ բարեկամ երկրներ են Թուրքիայի նկատմամբ, որոնք ունեին այդ հետաքրքրությունը գցել որպես խորհրդանիշ թուրք-ադրբեջանական բարեկամության, որովհետև դրանից առաջ երևի հիշում եք, շքերթ էր անցկացվել Բաքվում, իրենց ճակերտավոր են ասում հաղթանակի կապակցությամբ և ասում են այդ խորհրդանշանական ինքնաթիռը պետք է որ ընկներ, ոչ թե պայթեր, ոչ բան, որովհետև դա ոչ ստանդարտ ձևի անկում էր, որոնք սովորաբար ինքնաթիռները, եթե կորցնում են իրենց կառավարումը, նման ձև այս տրայեկտորիա չեն իրականացնում։ Մի խոսքով, երևի մի օր կգա, կիմանանք իրական պատճառները, բայց 90% եւ ավել հավանականությունը նրա մեջ է, որ դա եղել է տերորիզմ, այսինքն դա չի եղել պատահականություն, այլ իրականացվել է ինչ-որ ծառայությունների կողմից։ Անկախ նրանից ովքեր են կանգնած այդ ծառայության հետևում, ես ուղղակի եզրակացություն եմ անում, որ թուրք-ադրբեջանական բարեկամությունը բացի մեզանից էլի կենտրոններ կան, որոնց սրտով չի, եւ այդ կենտրոնները կարողանում են իրականացնել նման օպերացիաներ։ Նաեւ ասում են, որ այդ ինքնաթիռը բացի զինվորներից տեղափոխում էր այն զենքերից եւ տեխնոլոգիաներից, որոնք Իսրայելը նվիրել է Ադրբեջանին կամ տվել էր օգտագործման։ Եվ այդ ձևով այդ ինքնաթիռում հայտնվել էին նաև իսրայելական զենքեր, դրանք կարող են լինել, չգիտեմ, նույնիսկ դրոններ, հա, իսրայելական կամ ինչ-որ բաներ, որոնք Թուրքիային կարող էին հետաքրքրել։ Էլի գնում ենք դեպի Իսրայել, բայց ես
ոչ մեկ չի կարողանում ասի ով կարող էր նման օպերացիա իրականացնել օդում։ Եվ այսպես այսօր էլ Խորվաթիայում անգնում ինքնաթիռ հետաքրքիր բաներ է պատտվում Թուրքիայի գլխին։ Բայց վերադառնանք մեր խնդիրներին։ Եվ այսպես երեք ես հաղորդում ավարտելուց հետո միանգամից կարդացի, որ գիշերով դիմակավորված ահացարականները, տեսեք, նա տեսանյութը նայենք էլի։ Նայեք։ Ես մի հատ ուզում եմ հարցնեմ, էլի։ Այս ՊՊՑ-ի աշխատող դարձած ԱԱՑ նայեք, որ ԱԱՑ-ը է գրածվել, ես ասենք ինձանից չեմ ով ակուրատնի։ ՊՊՑ-ի աշխատող դարձած ԱԱՑ-ականները, որ ասենք իրեն այս վիճակով նվաստացած ուժի միջոցով ցուցադրական դուրս են անում Նարեկին իրենց տանից, իր ընտանիքի անդամների ներկայությամբ։ Այդ հարց ձեզ, Նարեկը ձեզ տվել էր, դիմադրություն էր ցույց տվել, չէր ուզում հետևել ձեր հրավերին, ինձ մեծ ուղղակի հետաքրքրում է, ասենք թե ձեր մոտ մարդուն ընտանիքի մոտ նվաստացած դուրս հանելը, ասենք մի անգամից տենց է ձեր մոտ, դուք ուրիշ ձև չգիտեք, այսինքն ձեր համար ցանկացած մեկին, որ ասում գնացեք կերեք, ինքը պոտենցիալ նվաստացնելու ապրանք է, այսինքն ինքը քաղաքացի չի, ինքը արժանապատվություն չունի, ինքը իրավունքներ չունի, ոչ մի բան չունի, այսինքն ձեր նման կենդանիների համար, եթե ասում գնացեք մեկին կերեք, այսինքն մի անգամից այդ մարդը դառնում է ոչ մի բան, այդ մարդը կին ունի, երեխաներ, հարևաններ, բայց եթե լավ բան եք անում, բաց այդ դեպքները մենք տեսնենք ովքեր եք դուք։ Նրանք բոլոր ովքեր ուրախացած են այս տեսարանների վրա, ես գիտեմ որ ուրախացածներ կնեն, որտեղ Նարեկ Սամսոնյանն տղեն չի, որ ամբողջ Հայաստանը տխրի է իրադարձության վրա, հա։ Նարեկ Սամսոնյանն էլ իր արած գործերն ունի, բայց դա էական չի։ Դուք բերման եք ենթարկում Հայաստանի քաղաքացու, մարդ, որը արժանապատվություն ունի, որը կարող է եւ քայլելով ձեր հետ գալ։ Դուք հասկանում եք, որ դուք փուչիկ եք։ Իրոք փուչիկ եք։ Փուչիկ եք, եթե սա է ձեր ձևը աշխատելու, որ ասենք դուք ինքնահաստատվում եք մեկի վրա, որ չեր դիմացում ձեր հետ գալիս է, պարտադիր է կրածած տանը։ Դա խոսում է ձեր թուլության, ձեր վախերի, ձեր ոչնչություն լինելու մասին։ Դուք ԱԱՑ չեք վաղուց։ Հասկանում եք խնդիրն ինչու՞մն է, որ դուք ԱԱՑ չեք եղել։ Ես ձեզ իհարկե կանդադառնամ, բայց էլ մի հատ խոսենք այս դեպքի մասին, տեսնենք ինչ է ասում ուզում են վիրավորեն, բայց մյուսները իրենց չպատասխանեն։ Իրենք ուզում են հայոյեն, բայց մյուսները իրենց չպատասխանեն։ Այսինքն տենց չի կարող լինել։ Նրանք էլ պատասխանել են այդ ձևով։ Քանի որ այս մթնոլորտը ստեղծել են իշխանությունները իրենց վարքագծով։ Լրագրողների հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով հայոյելու փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին։ Մյուս քպականներն էլ ունեն նման իրավունք ազգային ժողովի ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Այսօր առավոտյան ԱԱՑ աշխատակիցների կողմից բիրտ ուժով բերման են ենթարկվել եւ քննչական կոմիտե տեղափոխվել Իմ Նեմնիմի փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Պատճառը նոյեմբերի 10-ին փոդքասթ էր, որտեղ հաղորդավարները անդրադարձել էին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ես չէի կարող չդիմել եմ ու լավ եմ արել, ասել է Սիմոնյանը, հավելելով, որ խուլիգանություն, սպառնալիքներ եւ վիրավորանքներ թույլ տվողները օրենք։ Սա նաեւ փողոցում ասել էին կապիտուլյան, ուղարկել էր իր տեխնապաներին բռնեն մարդու ձեռքերից, որ ինքը մոտենա թքերեսի։ Դա խազնել ասեց, դե թքելու մեջ բան չկա, չէ։ Ոչ մի հանցագործություն չկա, դա ոչ մի բան չկա։ Ես ուզում եմ մի հատ հարցնեմ այս խոշոր երջերավորներին, դուք մոտարապես ինչ եք պատկերացնում, ինչքան կարող եք դուք այս ԱԱՑ կոչված անդեմք, անհայրենիք, անինքնասեր այս կերպարներին ուղարկել ձեր համար, ձեր չեղած ինքնացիությունը փրկելու համար։ Չէ՞ դուք ամբողջ հայ ժողովրդի համար դուք ոչնչություն եք։ Ինչի տղա ասես։ Դուք ինչի տղա ասես եք ամբողջ հայ ժողովրդի համար։ Ես հիմա չեմ կոնկրետ ասում ինչի, որ թողեմ դաշտը բաց, էլի ասես բաց։ Ամեն մեկը թոմատացի ինչ ուզում է։ Իր ֆանտազիաների ասում։
Ումա ինչ եք ասում, ինչքան կարող եք ԱԱՑ-ի ձեր ախրանիկների օգնությամբ ինքնահաստատվել հասարակ մարդկանց վրա։ Ախր չէ որ մի օր վերջանալու է, չէ՞, բայց ես տանում մի քիչ կսպասեմ էլի։ Ով կպատժվեն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով սա խոսքի ազատության դեմ ուղղված հերթական քայլն է։ Եթե իշխանավորի ինքնասիրությունը դառնում է պատճառ մարդ ձերբակալելու համար, նշանակում է մենք ապրում ենք վախի միջավայրում։ Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պատասխանել են Ալեն Սիմոնյանի վիրավորանքին։ Իսկ եթե իշխանությունը գտնում է, որ ինքը պետք է վիրավորի, հայոյի, անպատվի ու ինչ ոչ ոք չպատասխանեն, եւ իրենք էլ պատժի չի ենթարկվել, անպատիժ մնան։ Հիշում եք երևի սեռական բնույթի հայոյանքն է, Թողոցային բառապաշար, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի մարդու վրա թքելու դեպքերը եւ ոչ մեկը չի պատժվում։ Եվ իրենք որոշել են, որ ոնց ուզում պիտի վիրավորե, ասեն, բայց չպատասխանեն։ Եվ օգտագործելով չարաշահելով իրաց իշխանական դիրքերը, մարդկանց բռնի կերպով բերման ենթարկեն ու տանեն։ Ժաննա Ալեքսանյանի խոսքով այս իրավիճակը ցույց է տալիս, որ մարդիկ շարունակում են մնալ անպատիժ, նույնիսկ երբ լսել ենք սեռական բնույթի հայոյանքներ կամ փողոցային բառապաշարներ։ Օրինակ այն դեպքերը, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին կամ Ալեն Սիմոնյանին։ Ոչ ոք այդ դեպքերի համար չի պատժվել, իսկ հիմա ուզում են, որ ուրիշները չպատասխանեն Հիմա մի հատ անսեր անհայրենիք, ոչ իրազեկ, ոչ էլ քաղաքացի երևույթ կար, հիշում եք մի հատ կիսամարդ, որը հայտարարություն էր տվել, մի հատ անդեմքի հայտարարությունը, որ իրան պարտադրել են 4 տարի առաջ գնալ միտինգի ու դրա հայտարարության վրա հայտարարություն էր տվել քննչական ու 15 հոգու ձերբակալեցին։ Հիմա այդ ոչնչությանը որ տեսնեք, Բայց ասեք այն ասում, բա մեր ձենանի։ Ձենան այ կենթանի։ Եթե դու ապացուցի որ դու կենթանի չես, կամ ասա ես կենթանի եմ, ես գիտեմ երբ խոսամ, ինձ երբ ասում են, ես այդ ժամանակ էլ կխոսեմ։ Են հայոյեն, բայց իրենց դեմ պատասխանատվություն չի կիրառվի։ Անօրինական ուժի ցուցադրություն, որ մենք ասենք կվարվենք մյուսներին բախացնելու բանա։ Երբ որ կարող էին նորմալ իրանց հրավիրել ոստիկանություն կամ քննչական բաժին, չգիտեմ։ Մարդկանց անկողի մտնելու սեռական հայոյանք տալու դեմ պետք է պայքարենք։ Ոշոր երջերավոր անասունն է ասում։ Բա մի հատ վարչապետի դեմ պայքարի այդ տականք։ Մտել էր Սրբազանի քերականգած ծոցը։ Բա պայքարի։ Ես ուղղակի պատկերացնում եմ պահը, երբ որ իրոք դուք մնալու եք առանց այդ ՊՊՑ-ի, որ իրան բանի տեղադրել, ԱԱՑ-ի տեղադրել։ Այտենց գործ անում էին ժամանակին Քարմասի օպերները, ամենաստորին շերտ, ասին գնային մարդու, հա, տնից հանեին, գիշերով տանեին, Քարմասի օպերներն էին անում, այսինքն ամենացածը։ Հիմա դուք պատկերացնում եք ԱԱՑ-ի գործառույթը ինչն է դարձել։ Սրա հրամանները իրականացնելը։ Այ խոշոր երջերավոր, բաղը դու ես մնալու այսենց Միրան Հակոբյանի նման։ Միրան Հակոբյանի հրամաններով էլ էին այդպես բաներ ժամանակին անում։ Հիմա ասում է ԱԱՑ-ն բաղուց վերածել է Նիկոլի Չեկայի։ Հիմա ես ում հարցնեմ ես հանրապետական Միրան Հակոբյանին։ Նիկոլի Չեկայի։ Այն ժամանակին է Սերժիկի Չեկան էր։ Հիմա դուք հասկանում ես Ալեն։ Սա մի օր դու ես ասելու, վաղը ով եղավ, գալու է կոտոշներից հետ բռնի տանի, ասես ԱԱՑ-ն դարձել է, չգիտեմ, ում չեկան։ Դա սենց է պատմությունը, որովհետև մինչև սրանց էլ այդ նույն ԱԱՑ-ն Ռոբիկի Չեկան էր, հետո Սերժիկի Չեկան էր, հետո Նիկոլի Չեկան, հետո չգիտեմ ում Չեկան է դառնալու։ Հարցը գիտեք որն է, ողջ իրանք որ պատրաստ են այդպես դառնալու։ Հարցը որ դեմել չեն է։ Հարցն է, որ իրանք դեմել չեն այդ գործառույթ իրականացնելու առանց հասկանալու իրանք ընդհանրապես ինչի համար են կոչված, ինչի համար են իրանք ԱԱՑ ասում։ Ազգային անվտանգության ծառայություն։ Նարեկներ անվտանգությանը սպառնալիք, հա։ Նարեկներ անվտանգության սպառնալիք։ Նարեկի մաշկի լույսը չի, ընդհանրապես իմ հետ կապ չունի։ Իմ հետաքրքրության շրջանակներից էլ դուրս է, բայց ում հարցն Նարեկ Սամսոնյանն էր ազգային անվտանգության սպառնալիք, որ ձեզ գցեցին մեջտեղ, ձեզ օգտագործում են քահանաների դեմ, ձեզ օգտագործում են մանր-մունր հարցում, ձեզ սարքել են խուրդա,
Խորտա գիտեք որ դա թուրքերը բառը ջեպսս գրպանի մանր Էմոսես կուտակվում է մեկը տեսում ես ձեռքս էս պահածա լցում ես ձեռքի մեջ է խորտա այսենց ածա դուք եք վատ են չի որ դուք եք վատենա որ դուք դեմ չեք որ դրանցից դառնա հիմա Միլան Հակոբյանն է բողոքում դարձել է հա բայց ինչի պետք է չդառնա Միլան Հակոբյան Դուք եք ստեղծել այդ ավանդույթները, դուք եք իրաց նվաստացրել, ասել ձեր գործառույթը հեսա, որտեղ ազգային անվտանգությունը դուք կապ չունեք, որտեղ չկա ազգային անվտանգություն, որ ազգային անվտանգության լիներ ձեր ժամանակ, Նիկոլ չէր լինի, էլ չեմ ասում, այս գործը, ԱԱՑ աշխատակիցը հավաքագրել է անձնական տվյալներ և սպառնացել կուսակցության վարչության անդամին, միեդի վճիրը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որով Հայաստանի Հանրապետությանը ճառնչել է մեղավոր ԱԱՑ աշխատակցի հանցավոր գործունեության համար, որը եղել է Սերժիկ Սարգսյանի իշխանության ժամանակ 14-15 թվականներում։ Ինչ կասես։ Ինչ կասես Միլան Հակոբյան։ Ձեր ժամանակ էլ էին բանն անում, այսօր էլ թարսի նման մի հետը վճիռ կազմակերպել, կայացել, որի պատճառով Հայաստանի Հանրապետությունը 5000 եվրո այս քաղաքացուն պետք է մանտա։ Դուգան։ Այս քաղաքացին միջև կգնա մարդու իրավունքների եվրոպական դատարան, անցել է Հայաստանի դատարանին բոլոր փուլերով, բոլոր ատյաններով անցել է, մի քանի անգամ դրվել է դատախազություն, ոչ միտեղ այս ԱԱՑ-ականի նկատմամբ ոչ մի բան չեն գտել, որ ինքը օգտագործելով անձնական տվյալներ փորձել է մարդուն շանտաժ անի։ Հետևիկ ի՞նչն է ասում։ Ինչպես նախկինում ձեզ ասացի, ինչպես եք պատկերացնում, որ մեկը ոչ ասի պետությանը եւ հետո մնան նույն պետությունում։ Ինչ կլինի։ Ինչպես կզարգանան իրականությունը։ Փաստորեն, լսում ես Միլան։ Ձեր ժամանակ, փաստորեն, ոչ ասելը ԱԱՑ աշխատողին դու չի ենթարկվել վերբովքի շանտաժների։ Էդի նշանակել է ոչ ասել պետությանը։ Փաստորեն ձեր ժամանակ նույն չեկա, նույն ԱԱՑ-ը իրանք պետությունն են, ու իրաց չէր կարելի ասել ոչ։ Պատկերացնում ես քո հետ ինչ կլինի ասում։ Դու ոչ ես ասում պետությանը։ Մեզ ոչ ոք ոչ չի ասում։ Ես նույնիսկ չեմ ուզում ձեզ մոտիկից բացատրել ձեր ոչի հետևանքները։ Պատկերացնում եք սա ձայնագրությունները։ Հասկանում եք։ Թույլ տվեք պատմեմ ասում դրանցից ամենափոքրը ինչ կարող է ձեր հետ պատահի։ Այո, հիմա ես եմ որոշում, թողնեմ ձեզ գնաք Չեխիա, թե ոչ։ Սա ընդամենը փոքրիկ օրինակ ասում եմ։ Նիկոլի բանն է դառել, չեկանա դառել։ Դուք եք սա օգտագործել ձեզ խուրդի տեղ այսպես։ Այս լխտիությունը եղել է նաև ձեր ժամանակ, Սերժիկի Ժրոբեկի ժամանակ։ Խոշոր երջերավոր լսում ես, օրը գալու է դու էլ ես լացելու։ Օրը գալու է դու էլ ես լացելու, բայց ի տարբերություն Միլան Հակոբյանի, Միլան Հակոբյանը հանցագործ չի։ Ուղղակի Սերժիկի ռեժիմի ներկայացուցիչն է։ Դու հանցագործ ես, դու սա չես էլ հասցնելու ասես։ Հասկացար։ Այ քո հետևից գալու են կոտոշներից հետ այդպես բռնած, գետնին քսելով, բերան քսի վայր, տանեն այնտեղ, որտեղ պետք է տանեն։ Այն ժամանակ պետք է կողքերդ նայես, այդ ծելախռնիցները ուր են, որ քեզ փրկեն։ Բայց չեմ ասում, որ հենց իրանք էլ անելու են։ Երեք էր չէ, խոսացի, որ ամսի 15-ին սրանք նախապատրաստում են հավաք հարձակում եկեղեցու վրա։ Այսօր ամբողջ օրը նայում եմ եկեղեցին իսկ ձայն պետք է անի, ձայն չկա։ Կամ Գարեգինը մտածում է, որ դե լավ է, փոշմանել միջև 15-ը, կամ չեն անի, այդ աստիճանի ստոր չեն, կամ ռեսուրս չունեմ, որ դիմադրեմ, ուրեմն գնում մեջտեղ։ Ես չգիտեմ, դե Գարեգինը նստած ինչ է մտածում, բայց ասեմ Գարեգին, միջոցառումը նշանակած է։ Կազմակերպիչները կան։ Եթե դու հիմա ասես նույնիսկ աչիկներդ փակես, ասես ես չեմ տենում, ուրեմն չկա, ուրեմն դա չի լինելու, դա քեզ չի փրկելու։ Մեկ օր դեռ ունես, արդեն ամսի 14-ն ենք։ Կարաս քաղաքացիներին հրավիրես քո մոտ։ Ժամերգությամբ։ Հրավի։ Հրավիրի կանխի։
շաբաթ օրը կանխի այն ինչ որ նախապատրաստել ենք օրը։ Ամեն դեպքում ես չգիտեմ ինչ ես այդքան վախեցած։ Բայց դու գիտես, քաղաքացին Հայաստանի Հանրապետության բնակչությունը, որ քեզ չի էլ սիրում, բայց քո կողքին է։ Քո չէ, եկեղեցու կողքին է։ Նույնիսկ չսիրողները իմ նման։ Եվ ոչ միայն իմ նման։ Եկեղեցու կողքին են, որպես Հայաստանի Հանրապետության իրական Հայաստանի, մեծ Հայաստանի մի կարևոր պատմամշակութային մասի, հոգևոր մի մասնիկի։ Հիմա լավն է, վատն է, թերությունն չեն քննարկում, բայց ինքը մեր ամբողջ վերջին գոնե պատմության 1700 տարվա պատմամշակութային հոգևոր մի մասնիկն է։ Իհարկե լավ կլինի ինքը ավելի լավը լիներ, բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Իմ նմանները քո կողքին կանգնած են։ Չի վաղը չի, որ քո ճակատագիրը պետքա որոշի։ Մենակ դրա համար։ Իսկ դու մտել ես, չգիտեմ դու ինչով ես զբաղված այնտեղ։ Կարող է իհարկե դու ավելի լավ պլաններ ունես, կարող է չգիտեմ այնտեղ ասեմ 300 սպարտացիներ հետ կանգնած են որ պետք է դիմադրեն, բայց ես չեմ կարծում որ դու կողքդ 300 սպարտացի ունես։ Ամեն դեպքում դու իմացի որ ժողովուրդ կա ու քո զանգին է սպասում ու քո խոսքին։ Մի հատ հայտարարություն արա, մենք էլ մեր մասով օգնենք ես։ Որ ես վիճվածքներից ձեռը բռնենք։ Չկարողանան անել ինչ որ պլանավորել են։ Ես անեմ ուզում հիշացնեմ, էլի։ Ես կենտրոնին հիշում եք։ Ով իմ անձնական կյանքի տեսանյութը կհրապարակի սրիկայի ու տականք։ Ճիշտ ես ասում, Հովիկ Աղազարյան։ Բա դուք ինչ եք հրապարակում։ Բա չեք հրապարակում արա։ Ես չեմ հասկանում, ձեզ չի կարելի վիրավորել, բայց չի կարելի ձեզ վիրավորել, բայց դուք վիրավորում եք։ Չի կարելի ձեր տեսանյութները տարածել, բայց դուք տարածում եք։ Ինչ եք կարծում, ինչքան կարող է այս ժողովուրդը սենց հանդուրժես ավել ինչի։ Մոտարապես ինչքան։ Ձեր լեգիտիմության մասով մի հատ թվեր բերեմ։ Ուղղակի մտքովս անցա, մի հատ անմեղ հարցախույզ անեմ, էլի, թե քանի հոգի է Հայաստանում համարում, որ ինքը օրենքով պաշտպանված է։ Պարզվեց օրենքով իրեն պաշտպանված է, զգում 10 հոգի, 10%-ը։ Արդեն 2000 քվեարկող կա։ Մի 1-2 ժամ առաջ եմ դրել։ 4 ժամ։ 4 ժամ առաջ 2000 դե գիշեր արդեն Երևանում գնացել։ Հիմա կարթանան ու ինքը միանգամից բարձրանա, բայց 2000 քվեարկությունը ինչ կա, 20000 քվեարկության պարագայում էլ նույնն է։ Պարզում է ձեր իշխանությունը հավատում է Հայաստանում 10%, այսինքն դուք 10%-անոց եք։ Զգում եք ինչ կա, ձերը 10%-ի կողքն է։ Այն 5%-ներ, ասում է կա օրենք, բայց կամային ձևով է, որը նշանակում է չկա օրենք։ Մարգատն է, էլի աշխատում է, չաշխատում է, աշխատում է, չաշխատում է։ Օրենքը չի կարող կամային լինի, օրենքը կամ կա, կամ չկա։ Մի տոկոսի համար միևնույն է, դե մի տոկոս, 2%-ը կա, չէ՞, ասես պոֆիգիստ է թքած ունի ամեն ինչի վրա։ 84%-ն ասում է, չէ, չկա օրենք։ Սա գիտեք ինչի մասին է, սա ձեր մասին է, ձեր լեգիտիմության մասին է։ Քանի հոգի է ձեր իշխանությունը համարում օրինական իշխանություն, այս պետությունը իրավական պետություն, որ գրեի իրավական պետություն կարող մարդիկ չհասկանային ինչ, հա, բայց իրավական պետությունը նա է, որտեղ աշխատում է օրենքները, որ գրում ես օրենքներով պաշտպանված ես, թե չէ, ինքը արդեն պարզ հասկանում է ինչի մասին է խոսքը, 10%-ն է ասում, այո, դա է Փաշինյան Նիկոլի զոմբի լենդն է, որ 10% սենց կա անդր դրած։ Կա մարդիկ փող են ստանում դրա համար։ Հա, 200 հոգի մեծ թիվ չի 2000-ի մեջ։ Բայց նույնպես եմ ասում, սա լինի 10000, 20000, այս թիվը չի փոփոխվում։ 1000-ից հետո ինչ թիվ ունեք, մնում է նույնը, տոկոսային հարաբերությունները մնում է նույնը։ Սա ձեր լեգիտիմությունն է, այն ողորմելիներ։ Հիմա ուզում եք ձայնագրություն տարածեք, ուզում եք ածին սարքեք խուրդա, ինչ ուզում եք, սա ձերն է, սա ձեր լեգիտիմությունն է։ Քանի հոգու համար եք դուք այն իշխանությունը, որի օրոք ինքը իրան օրենքով պաշտպանված ազգում է, օրենքով, ոչ թե ասեն աղբերս նախարարա, ես արդեն պաշտպանված եմ։ Այսօր նախարարա, վաղը պատվալում է KGB-ի։
Սա հետաքրքիր պատկեր է։ Հիմա կանքես նեռագույնին։ Մարդը դες ինչ ասում։ Մենք մեծագույն առաքելություն ենք իրականացրել։ Ով կասի տես չի, ամոթ իրեն։ Պարզ ասում է իրանք մեծագույն առաքելություն են իրականացրել։ Ասում աշխարհում բնության մեջ չկա, չի եղելու եւ չի լինելու մի կառավարություն, որի ծրագրի 100% իրականացած լինի։ Հետևաբար հարց է առաջանում, բացառակներն ինչու են կազմվում, դրանով արձագանքում են խնդիրները։ Բա իրանք արել են։ Իրանք 100%-ով իրանք ծրագիր արել են, բայց այն ծրագիրը չի, որ ցեզ ներկայացրել են ուժեղ Հայաստան, Արցախի երաշխավորն է, անջատում հանում խաղաղության, փրկության, չէ, այդ ուրիշ ծրագրի մասին է ինքնես։ Դևը խոսում, ուրիշ։ Այն որ իր դեմ դրված է եղել, այն որ Թուրքիան անընդհատ կետ առ կետ խոսացել է ասում։ Վերջ։ Իրականացել են 100%։ Արցախի անջատում, պարտություն, դատարկել ազատագրված տարածքների վերադարձ, ճանապարհների բլոկադա, արդեն Հայաստանի տարածքներն է տալիս։ Հիմա հաջորդն է սահմանադրության փոփոխություն, ինքը համարում է 100% անել է։ Մնացածը բոնուսներն է, որ կարող անի թե չի կարող անի, հա, սահմանադրության փոփոխություն, պահանջատիրության վերացում, Զանգեզուրի միջանցք, տեսեք ինչքան բան կա, որ պետք է անի։ Վերջում պետության լուծարում։ Առնվազն 4 կետ հələ պետք է անի։ Մարդ, որ 10%-անոց լեգիտիմություն ունի։ Դև, որ 10%-անոց լեգիտիմություն ունի, բայց այդ 10%-ով կարողացել է ադրբեջանական գույներով ողողի Հայաստանի հեռուստաաշտարակը։ Այս 10%-ով կարողացել են դիվերսիա անել եւ sense լույսերի մեջ ադրբեջանական դրոշը Հայաստանի կենտրոնում իր հեռուստացության վրա։ Դե իհարկե այդ հեռուստատեսությունը ադրբեջանական քարոզանում տրամաբանական պետք է լիներ, որ հեռուստատեսությունը պետք է ներկված լիներ Ադրբեջանի գույներով։ Ուղղակի ուզում եմ դրանց հիշացնեմ։ Դուք երբևէ լսել եք ինչա եղել կոլաբորանտների հետ։ Կարեք բացեք գրքերը ու կարդաք։ Սովետում դրանց դեմ պայքարում է ՍՄԵՐՇ-ը։ ՍՄԵՐՇ-ը, գիտեք ՍՄԵՐՇ-ը որն է։ Դրանք հատուկ լիկվիդացիոն բանը բրիգադաներին, լիկվիդացիոն, որոնք բռնում են շպիոններին պատերազմի ժամանակ։ Դա Սովետում։ Ֆրանսիայում բոլոր կոլաբորանտներին քաչալացնում էին, ներկում էին մազերը, քաչալացնում են, որ փողոցում բոլորն իմանան, որ սրանք այս պրոստիտուտները կոլաբորանտներ են եղել։ Դե չգիտեմ, հայկական իրականության մեջ մենք հələ կմտածենք, ձեզ ոնց առանձնացնենք։ Կարող ենք մենք ձեզ պարտադրաբար ձեր մազերը ներկել Ադրբեջանի դրոշի գույներով, որ դուք ոնց քայլեք ձեզ տեսնեն, ով անցնի կողքներուց թքի ձեր վրա ու արգելվի ձեր մազերի գույնը փոխել։ Կամ կգնաք բանտ, կամ այդպես գույնավոր մազերով պետք է ապրեք ամբողջ կյանքները։ Տարբերակ եմ առաջարկում, կարող է մեկ ավելի կրեատիվ բան ունի առաջարկելու, բայց չկասկածեք։ Դուք ես 10%-ով ծնկելու եք Կիրակի օրը։ Կիրակի օրը դրա մասրանք շաբաթօրն են ուզում։ Շաբաթօրը այն ինչ որ կանեն ավիրելու համար եկեղեցին։ Մտածելով որ դրանով իշխանությունը կվերցնեն, որ այս տխմաներին է էլի։ Էջմիածնում իշխանություն պետք է վերցնեն։ Էջմիածնում բոլորը էշիական քնած էին, դուք էլ պետք է իշխանություն վերցնեն։ Բայց գնանք առաջ։ Դրան հələ հասնելու ենք։ Արտակի պարտից է խոսում, արտակի պարտքը ասում եք շատացել է, զենք ենք առել, բա 8 միլիարդի զենք եք առել, գիտեք 8 միլիարդի զենք ինչքան է, գիտեք 8 միլիարդ զենք ունեցող երկրի վրա չեն կարող արձակել, 8 միլիարդ զենք ունեցող ազգի վարչապետը, երկրի վարչապետը չի կարող ասել մենք թույլ ենք տանք, որ պրծնենք, չի ասում, զենք ենք առել, գնանք ասում ու հեգնում է, կարող է, ասում գնանք այդ զենքերը նայեք չեք հավատում, բայց հիմա նկատի ունեցեք, ասում այդ գնի պիտակները, վրեկները չի լինելու զենքերի, դժվար եք հավատալու, որ 8 միլիարդի զենք է, բա, ինքեներ ջան, ու սրա համար, սան հավատալու համար պետք է հատուկ է 10%-ի մեջ լինել,
Չգիտեմ շատ է 10%-ը թե քիչ։ Երևի քիչ է։ Բայց մյուս կողմից էլ նայում ես, ախա չէ որ դա էլ է հայ։ Բայց ոսոնց ընդհանուր մեջ ես նայում, պետք է լիներ էլի, այդքան տականք պետք է լիներ էլի, ոնց կարող է չլինի։ Եկեք Ղարաբաղ են լացում, ոչ մեկ մեզ չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, բա։ Բայց մենք հարցել է այդ տականք, որ Ղարաբաղի համար արես, ու լա Ղարաբաղը։ Երկրորդ էլ Ղարաբաղ չի, Արցախը։ Ոչ մեկ մեր համար, մեր չափ Ղարաբաղի համար կամ բան չի արել։ Բա ու Ղարաբաղը։ Լսեցիք ինչ ասում ես տականք ասում է։ Ուրեմն սա ասում է ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, տո 21-ին էլ, 22-ին էլ, մինչև 22-ը ներառյալ, չգիտես ինչի, բանակի սոցիալ հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի մտածողություն։ Լսում եք սա ինչ է ասում բանակին, մինչև 22 թիվ։ Ընդ որում մոռացել է այս դիժվածքը, որ 18-ից 22 թիվ էլ է ինքը եղել։ Ինքն է եղել վարչապետ։ Ինչն է եղել ու փաստորեն ինքը այդ բանակին ասում է, իրանք բոլորը ազդեցության գործակալի հոգեբանությամբ են եղել։ Ինքը երբի դրա համար է տալիս սպանելու, գիտեք, ազդեցության գործակալների է տալիս սպանելու։ Փաշինյան Նիկոլ, գիտես հիմա ինչքան մարդ է տունը նստած դանակ պատարակաղներ է սրում ամբողջ օրը։ Երանի տալով այն օրը, երբ որ դու գնելու ես իրաց ձեռքը։ Մարդ ինչ խարքի անինքնասերան պատասխանատու պետք է լինի, որ ինքը լինի երկրի վարչապետ, իր վարչապետության ժամանակ իր բանակին ազդեցության գործակալների բանակ։ Իսկ հիմա ինքնիշխան կամքի կենտրոնը։ Երբ որ դու բանակը սպանում ես ուղղակի, կազմա լուծում ես ինքը դառնում է անգամից ինքնիշխան բանակի կենտրոն։ Միջև է տեղել բանը։ Հետաքրքիր է, բայց ինչի միջև 22-ը։ Ինչու նա 23-ին չէ, 24-ին չէ, 25-ին չէ, ինչի ինձ մնա 22։ Բայց 23-ից արդեն դառել է ինքնիշխան բանակի կենտրոն։ Սրան աջակցող ինչ պետք է լինի։ Դու գիտեք, ես էլ բառ չունեմ, ձևակերպումներ չունեմ։ Չնայած բուլդոզերի նման գնայինք Ղարաբաղի հետևից կկորցնեինք մեր պետությունը։ Բա տականք ոչ միտեղ գնալ պետք չէ, Ղարաբաղն իր տեղում էր։ Դու ուղղակի բուլդոզերի նման չգնայիր քանդելու։ Բա դե նորից եմ ասում, սրան լսողը, սրան լուրջ ընդունողը, դուք ասեք ինչ է, ես էլ բառ չունեմ ապրել, բայց զատո թուրքերն են ասում, թուրքերը։ Հայաստանի վարչապետը շատ լուրջ ռիսկերի է գնում, եւ մենք ուշադիր հետևում ենք։ Գիտեմ, դուք հասկանում եք, որ ինքը նստած է մի բանի վրա, որը շուտով պայթելու է։ Դուք ուշադիր հետևեք։ Ուշադիր հետևեք ու հերվից նայեք ոնց է պայթելու։ Որովհետև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են լսումներ եղել Նիկոլ Փաշինյան, Եկեղեցի եւ Սամվել Կարապետյանների թեմաներով։ Ուշադիր դրեք ու նայեք, ոչ միայն սա։ Հարվարդի դոկտոր Դավիթ Գրիգորյանը մի հատ հետաքրքիր հոդված է տպագրել այսում։ Սա բանը քրիստոնեական մեծ թերթային ինչքան գիտեմ կայք է։ Նոյեմբերի 13-ի հոդվածը, որտեղ ասում է, Թրամփը պիտի հիմարանա հայկական խոսքով պրեմիեր մինիստրի ստատերով, խոսքով պիտի զգուշելի ու նկարագրում է ամբողջ ովա մանրամասն, ովա Փաշինյան ճիվաղը, ինչ է իրենից ներկայացնում, ոնց է խաբում աշխարհին, ինչ է կատարվում Հայաստանում։ Դարից երկու բան եմ ցույց տալի ընդհանրապես, մի հատ Բրիտանիայում էր, մի հատ էլ այսպես։ Իսկ հիմա վերադառնանք Երևան, տեսնենք Երևանում ինչ է կատարվում միևնույն ժամանակ։ В парламенте находится весь Кабмин. Пашинян должен выступить по бюджету, но депутаты даже власти не пришли на заседание.
Спикер предложил подождать. Пашинян я Մի խոսքով կներեք ռուսերեն այս տեսանյութը հարցու պատասխան ա եղել, սա պետք է բյուջեից հարցու պատասխանի մասնակցեր, բյուջեի քննարկման վերաբերյալ նույնիսկ կառավարությունները ԿՊ-ականները նույնիսկ չկան, մարդ չկա։ Եվ այս որ փոանտերը նստած ասած մանտրաշ նստած ինչ է կարծում ինչու սա պատահականություն չի վարչապետ եկել է խորհրդարան հարցու պատասխանների օրը ԿՊ-ականները չկան Ինչքան ամիս արարսում եմ ԿՊ-ականները սկսել են դիստանցիավորել սրանից որ իրանք այդքան էլ նիկոլ չեն ասում ընկած ման են գալիս ով իրանց կյանքին երաշխիք կտա իրանց գոյությանը երաշխիք կտա ում հետ ոնց պայմանավորվել դուրը չոլը տապալել են Փաշինյան Նիկոլին Փաշինյան Նիկոլ չես գում վերացել ես դու մեռել ես բայց քեզ չեն ասում որ տրամադրությունը չընկնի դրա համար Թուրքիայից ուշադիր նայում են հասկանում են քո վիճակը վատ է այնքան վատ է որ չմտածես այս թվերը այս տպավորությունը այս ինֆորմացիան մենակ ես ունեմ ու հետաքրքիր գիտես որն է որ դու էլ գիտես որ քո վրա ֆռում են այսինքն եթե քեզ իհարկե զեկուցում են էլի եթե քեզ այտենց ապուշի կարգավիճակում են պահում քեզ ոչ մի բան չեն ասում նշանակում է քեզ արդեն որոշել են ինչ պետք է անեն այ քեզ ուղղակի sense չեն ասում որ դու չներվես տրամադրությունը չընկնի իսկ եթե ասում են դու ճար չունես ոչ մի բան չես կարող անես դա նշանակում է հասկացել դու վերջացած ես չէ որ իրենք էլ են տեսնում չեն կարա հեսա վարշապատի ընտրություններն է որտեղ դուրս եք գալի մերու հետ են ձեզ քրվում դրսում դուք չեք կարողանում ոչ ձեր տեխնացուների դեմքով դուրս գաք ոչ քո դեմքով դուրս գաք քեզ նույնիսկ Գյումրի ընտրություններին էին ալքել ասել են դու մի երևա դու խանգարում ես թող սարիգով գնանք առաջ սարիգով Էնել էլ չեղավ փաստորեն ձեր տեխնացուների դեմքով չի գնում չի աշխատում քո դեմքով չի աշխատում թուրքական լոգոյով պետք է աշխատի իսկ իրանք գիտեն որ դա չի աշխատում բա ինչ են անելու 7-8 ամիս հետո այս մասին պետք է նաև խոշոր երջերավորը մտածի բայց ինքն արդեն անստեղ է հասել որ իրան մտածելը վտանգավոր է արդեն բայց ված չի լինի մտածեք մենք իհարկե վարշապատի ընտրությունների մասին խոսանք բայց ելի մա տեսնենք ինչա կատարվել այսօր Սա բանն է նեք բոլոր կարգադանսերին հեռացնել դահլիճից վերջին նախազգուշացումն է սա բայց այն ինչ որ դուք անում եք դա անկարգություն է խուլիգանություն է իստերի վարման կարգից դուրս կանոնակարգից դուրս գործողություններ եք անում ստում եմ կարգի Ուղղակի նենց եմ ուզում յորես որ հանդիպեմ այդպես մեսրոպյանի դեմքին նայեմ էլի այս գորգրացորի ուզում եմ ասեի պետք է ասեմ այ բան չի ժամանակ չէր ասում որ դու ես տղա ես ինչի էլի ոնց հալինում էլի որ ես մարդ ես գլխի վրա օպլա շուրա գալի ոնց ինձ ուղղակի հետաքրքիր է դա իհարկե ոչ մի բան չի փոխելու բայց նենց հետաքրքիր է էլի ոնց է մարդը տես մուտացվում ուղղակի որպես ուսումնասիրող ինձ դա շատ հետաքրքիր լսան նայեք մի մարդու անունը որ պուլպուլի կլինի ինչ եք ուզում կներեք էլի Սամվել Կարապետյանի հաշվին դուք այդ աշխատավարձը ստանում եք միլիոնները ասում եք չեք ամաչում ստեղծված այս գործընթացի համար բարոյական է իմ հարցը հասկանում եք դուք իրավական դուք բարոյական քարոզ եք կարդրել Ասած բարոյական քարոզը չես կարծում ես անասուններին ինչ պետք է անի բարոյական քարոզը Ադա ասում եք չեք ամաչում դու Սամվելի հաշվին ամսական 5.2 միլիոն աշխատավարձ ես ստանում Բարոյական քարոզ եք որ ես կարծում Ձեզ ինչ պետք է անի արալ Բարոյական քարոզը ձեզ ինչ պետք է անի 5.2 միլիոն Ամերիկայում այդպես աշխատավարձ չկա Ես լուրջ եմ համարյա 14-15 հազար դոլար փող է գալի
Չկա տենց աշխատավարձ։ Աշխատավարձ էլ, եթե ասենք դու սուպեր ասենք Նյու Յորքում ես, ինչ ասեմ, լուրջ հիմնարկի CEO չես։ Տենց աշխատավարձ չկա։ Հայաստանում դրամանը ընդամենը ոչ թե կրթություն է պետք, ոչ գիտական աստիճան է պետք, ընդամենը պետք է լինել մի հատ շարքային կախված, երեխու սենց ոտերի արանքից կախված, տես մի բան։ Բայց լինել կպայական միևնույն ժամանակ, ու վերջ։ Ինչ բարոյական։ Սրանց ինչ պետք է անի բարոյական։ Սրանք հազարներով երեխա են սպանել, երկիր են ծախում։ Ինչ բարոյական մասին է խոսքը, սրանց ինչ պետք է անի բարոյականը։ Հիմա էլ որոշել են հեցին լիցենզիայից զրկել։ Թուրքերը սպասում են, դրա համար ուշով հետևում են սրանց։ Թե սրանք կհասցնեն ամեն ինչ ավարտեն, թե չէ։ Կհասցնեն Հայաստան ամբողջը թուրքացնեն, թե ոչ։ Ժողովուրդ, շատ բան կախված է լինելու, մենք ինչ ենք անելու վառ շաբաթում։ Հավատացեք, շատ բան է տեղից կախված։ Այսօր ֆուտբոլ է եղել, խաղ է եղել, շատ հետաքրքիր բան է հունգարացիների հետ, շատ կրեատիվ բան են բերել։ Welcome to Armenia, բարի գալուստ Հայաստան, այստեղ դուք կարող եք հանգիստ քնել։ Հիմա գանք այդ ընտրությունների վարաշապատի։ Պատկեր, մանր-մունր քցոցիներ, դատական քաշքշուկներ, Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարող է իշխանությունների ղեկավարը լինել երկիրն ագրել։ Այս բոմբի մասին է խոսքը։ Բարձվում է վարշապետի համայնքապետի տեխնացուհարությունն տարիներ շարունակ ներգրաված է եղել դատական քաշքշուկների մեջ։ Դատարանների հրապարակած վճիռները ցույց են տալի, որ Մկրտչյանը չի մարել իր պարտքերը, ասում բոմբ։ Մասնավորապես Արշին բանկում, MTS Հայաստան, Vivatel ընկերությունը պատկերացնում մյուս հեռախոսի փողապարտքերը։ Դրա դիմաց առնվազն 3 դատական հայց կա։ Պարտքերը չմանելու պատճառով։ Այսինքն մարդ, ով այսօր խոսում է հանրային ծառայության պատասխանատվության մասին, տարիներ շարունակ չի կատարել սեփական պարտականությունները։ Սեփական հեռախոսի փողը չի մուծել, սա հանրային։ Հանրային դեմ կա ուզում եմ ամբողջ ռեգիոն ղեկավարի պատասխանատվության մասին է խոսում։ Մարդ, որ սեփական հեռախոսի չի կարողացել պարտքերը մարել։ Գցա բոմբ։ Բոմբ բան չէ, ունեցվածքի բան չի։ Գրզոնել է բոմբ։ Ստե փող ունենալ, չունենալը չի։ Աղքատ լինել ամոթ չի։ Բայց բոմբ են տեսակով գցող։ Որտեղ կարան ինչ քերեն, որում ամեն գնով։ Դատական ակտերով հաստատված է, որ նա ժողովրդական լեզվով ասած զբաղվել է մանր-մունր քցոցիներով, խուսափելով վճարումներից, անտեսելով բանկային պայմանագրերը։ Բա գնանք առաջ։ Լսենք սրա մասին, մյուսի մասին լսենք։ Ոչ Փաշինյան, ոչ Արեշտի։ Մնացած Հայաստան եղավ ստե համայնքի պետ, մարզպետ, ինչ արեց մեր գյուղին, ոչ բան չի արել։ Եկավ ասես խաղահարապարակ, ստոլբեկը լարերը փոխենք, ուր է լարերը, այս ստոլբեն նոր կբլի վնել ես։ Եկե ստոլբեն առաջին ես եմ, եկե ունը սարքի առաջին ես եմ տեղադրել։ Սո ինքն էլ հերոս չէ, հերը արժանի մարդ է, բայց ո ինքն էլ իրա պապն ու ինքն էլ բան չեն։ Կլավուսին մարդիկ են։ Բայց տենում են չէ ձեն չեն կարում հավաքեն։ Տենում են ձեն չեն կարում հավաքեն։ Երկուզեի Մեխատյանին երկու խոսք ասեի, բայց ասանք ինչ են ասում։ Գալեմ ծառայել։ Որ իրա պապայի մոտի ընկերն եմ եղել։ Իրա շիրիմը պետք չէր պխտել այդ կարգի։ Ովանցի պխտել։ Բայց իհարկե, Իշխանությունը մեծ տեղ չի, դա Երևան չի նույնիսկ։ Բոլորը իրար ճանաչում են, փոքր քաղաք է։ Մանավանդ եթե մեկը մի քիչ երևացող է եղել, ասենք կռվող տղա եղել, հատկանք ունեցել, հեղինակություն է եղել, ու մեկ էլ դրա տղեն դիների, այ մարդը չի կարա դաների։ Այս 10%-ը ձեզ չի փրկելու։ Իշխանություններ ջան, վարշապետներ ջան, սրանք պետքա ոչ թե պարտվեն, սրանք պետքա փշուր լինեն,
որ ոռնոցները Անկարայից գա, Բաքվից գա, հասկանան, որ սրանք իրենց ծրագրերը լուծող չեն, այդ ժամանակ դուք տեսեք ինչ կինոյա սկսվելու, ինչ սպանոցիներ, ինչ քցոցիներ, ինչ իրար վրա բոչկա գլորել, ցուցմունք տալ, այդ կինոն այդ ժամանակ է սկսվելու, պոպկորնը պետք է դնենք դեմներս ու նստենք, նայենք տեսանք ինչ է կատարվում սրանց հետ։ 2 օր մնաց, ընդամենը 2 օր։ Իսկ մեղադրանքի բովանդակությունը սպանում է։ Ասում է, հասնելով նրա հետևից դիտավորության բազմաթիվ հատվածները հասցրել գլխին եւ մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածք եւ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետայի մահը։ Ասում է, դիտավորությամբ հասել հետևից սելը գլխին խփել, բայց անզգուշությամբ հասել է նրան մահին։ Ու որի արդյունքում տվել են 6.5 տարի։ Ու սկսել անեծքները։ Ոստե դիտավորյալ 10 սպանի ու 6.5 տարի։ Դա է ռուս զինվորին։ Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք, ոչ մի պատճառ։ Այսինքն փաստորեն արի տուր սպանիում ուզում ես։ Այդ 6.5 տարիներից թվում արդեն անցել է։ Արդեն անցել է, այդ կհամարեն կալանք, ռուսական բազայում է երևի մնացել, կհամարեն կալանք, ու կգնա։ Ստեղ ասում է 10 տարի էին պահանջում, որ գոնե 3 տարին Հայաստանի բանտերից մեկում անցներ։ Դա էլ չբավարարեցին։ Ես վստահ չեմ, որ նա Հայաստանում է Գյումրու 2-րդ ռազմաբազայում իր ինքնագոհ դեմքից հասկանում են, որ Ռուսաստանում է։ Վերջ, Ռուսաստան իրեն էլ դատին մասնակցում է հեռավար։ Ոնց որ Պերմեգովը սպանեց Հայաստանը ոչ մի վարքան։ Ով գիտի որտեղ է ինքը։ Հեռավար է մասնակցում, կարող է տնից է մասնակցում։ Ես այդ ժամանակ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին հասկացա, որ դեկտեմբերի 2-ին եղավ դեպքը, դեկտեմբերի 10-ի կողմերին սկսեցին խոսալ։ Հասկացա, որ նույնն է, ոչինչ չի փոխվել, նույնն է։ Ինֆորմացիայի կոսկում, կեղծում, չի փոխվել, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչպես Ավետիսյանների ժամանակ։ Հիմա շատ արագ գնանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու հետ գանք, որովհետև մեզ այս ամեն ինչը ուղիղ կապված է մեզ հետ։ Ասո Իսրայելի պարլամենտում Labor Party կա, ուրեմն դա ներկայացուցիչը Բենջամին Նետանյահուին ուղիղ մեղադրել է այդ հոկտեմբերի 7-ի կազմակերպման, սաբոտաժի եւ Համասին ֆինանսավորելու մեջ, որի ձեռքով էլ իրականացնել է հոկտեմբերի 7-ի հարձակումը։ Այն ինչ որ ես ուղիղ 2 տարի առաջ այս ժամանակներն արդեն ասում եմ, սա կազմակերպված հանցագործություն է։ Մենք տեսել ենք, չէ՞, պայմանավորված պատերազմ։ Մեր համար դա մեծ նորություն չի։ 2 տարի հետո հենց իրենց մոտ խորհրդարանում ես այդ կուսակցություններից Labor Party-ի ներկայացուցիչը ուղիղ մեղադրանք ներկայացրել Նետանյահուին։ Այսօր բացահայտումների օր էր երևի։ Ուրեմն այդ Ջեֆրի Էփստինը, որը հայտնի էր իր մանկապարտությամբ, սեքս տրաֆիկինգի, ստրկության, սեքսուալ ստրկության մեջ պահած հարավոր քաղաքացիներով իրենց կղզիներում պահած լինելու հանգամանքով, դեպի մեծ ցուցակ ուներ, ովքեր են մասնակցել այդ օրգաններին։ Իրար նամակներն է բացահայտում, որտեղ նամակներից մեկում ուղիղ խոսք կա, որ ինքը միջնորդ է եղել Թրամփի եւ ռուսական ներկայացուցիչների մեջ։ Եվ ինքը կապող օղակ է նաեւ եղել։ Եթե դուք հիշում եք, ես այս դեպքերի հետ կապված ասացի, որ ասես բան չէր կարող լիներ առանց ռուսական կազմակերպիչը բնականաբար Մոսադն էր, բայց չէր կարող լիներ առանց ռուսական գեղեցիկ աղջիկների, որոնք անպայման դեռ ներկայացված կլինեին որպես ինչպես միշտ, որպես լրտես, որպես հետևող, որպես ինֆորմացիա բերող, եւ փաստորեն լավ համագործակցել են։
լավ համագործակցել են իրեն, դա Տրամպը եղել է իրենց կալպակի տակ դեռ շատ վաղուց 11 թվականի ձայնագրություններ էր այդ ամեն ինչը։ Դրա համար էլ ուրախ էին, որ 16 թվականին Տրամպը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որովհետև բոլոր կամպրոմատները ինչ որ Մոսադուներ իրենք էլ ունեին իրանց ձևով։ Եվ չգիտեմ, կարող է նույնիսկ կարող կրկնակի ագենտ ա եղել, բայց փաստորեն ինքը եղել է միջնորդ ֆիզիկայի դասատու, մի հատ ոչնչություն։ Ինքը եղել է միջնորդ Ռուսաստանի եւ Տրամփի մեջ նաեւ։ Շատ լուրջ է վիճակը, հրեաները չեն ուզում հանձնվել բոլորովին, հակառակ իրանց ռեսուրսները օգտագործելով հիմա բան են անում, որ օրենք են ուզում հասկացնել, որպեսզի Պենտագոնը ռազմաբազակառուցի Իսրայելում։ Ամբողջ բյուջեն գնում է Իսրայել, հերիք չի, ամբողջ քաղաքական աջակցությունը Իսրայելին է, հերիք չի, մեր ուզում ռազմաբազա կառուցել Իսրայելի։ Սա չի լինելու։ Ես ասեմ այսօրվա այս ամբողջ մեդիա վայթունի մեջ մի հետաքրքիր բան կա, որ Ամերիկան ասում են երկու աջակից ուներ, երկու շատ կարևոր երկրներ կա իր համար, վերջի Իսրայելը միշտ է եղել, վերջի 3 տարի նաև դարձել է Ուկրաինան ինչ-որ միջապով։ Հիմա այդ Իսրայելը ընկալվում է որպես Նետանյահուն ընկալվում է որպես թշնամի արդեն հասարակության մեջ, մանավանդ երիտասարդների շրջանում կա 75% բացասական ռեյտինգ ունեն։ Եւ այսօրվանից սկսեցին արդեն խոսալ, որ փաստորեն նույն կատեգորիայի մեջ համատում արդեն նաև Զելենսկին։ Երկուսն են նույն պատճառով, որ երկուսն էլ փաստորեն խաբել են ամերիկացի հարկատուներին եւ յուրացել են Ամերիկայի հարկատուների խորերը։ Այն ինչ որ Ուկրաինայում է կատարվում։ Դա իհարկե դրա մասին խոսանք, բայց ուզում իմանալ մի բան, աշխարհը շատ կտրուկ է փոխվելու։ Եթե տեսեք 1 տարի առաջ երկուսն էլ բարեկամ էին, 1 տարի անցել երկուսն էլ դիտարկվում են որպես թշնամի։ Իսրայելը հավերժ մնալու է, ինքը ավելի է խորանալու որպես թշնամի, որովհետև իրենք ոչ թե միայն ներողություն են խնդրում իրանց արասների համար, չէ, իրենք պնդում են, որ իրանք ճիշտ են արել, հարձակվում են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր Իսրայելի դեմ բարեկամության, Իսրայելի բարեկամության դեմ են, դրանց բոլորին պիտակավորում են, հայտարարում են դրանց ազգային անվտանգություն, ազգային սպառնալիք նույնիսկ, պատկերացնում եք, չեն հանձնվում, չեն են հանձնվելու, հրեաները հաստատ չեն հանձնվելու, բայց դա կողքից գալիս է նաև արդեն Զելենսկին, դրա համար էլ այսօր Պուտինը հայտարարել է, որ ինքը պատրաստ է, պատրաստ արդեն բանակցությունների Զելենսկու հետ, ինչի, որտև վերջացավ Զելենսկին, իրոք վերջացավ, են նույնիսկ են քիչ օգնությունը, որ ինքը ստանում էր, սկսել է էտել չստանալ ու ես չգիտեմ Ուկրաինայի հետ ինչ կկատարվի, կամ ուղղակի կհանձնեն տարածքները, որոնք Ռուսաստան ուզում են, այս ձևով փրկելով գոնե մնացածը, որովհետև իրան էլ փող ու զենք չեն տալու, այն քանակությամբ, որ տալիս էին, հաստատ չեն տալու, կամ կդադարեցնի, ասի փող չկա, զենք չկա, որտեղ որ կա զորքերի հետո տենց մնա, բայց տենց Ռուսաստանը դրան էլ չի համաձայնվելու, ինքը ուզել է բոլոր շրջանները, որոնք արդեն սահմանադրությունով ճակերտավոր հանրաքվեով մտցնել է Ռուսաստանի կազմի մեջ, եւ Ուկրաինային զրկելու է զորք բան ունենալու, ինչ որ ինքը միշտ ասել է դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա անելու է, ու հայտարարք, սա հայտարարություն է, ես այսօր լսեցի, ես վաղուց շվեցին չեմ լսում, որովհետև այն ինչի այսօր հիմա ձեզ ասում եմ, որ ինքը ամենամեծ սպառնալիքն է Զելենսկին բանի համար, ես նկատում եմ, որ դա չի ուզում նկատի, ինքը խոսում է կոռուպցիայի մասին, բայց չի ասում, որ սա ամեն ինչ չի կարա լինի առանց Զելենսկու իմացության եւ կարգավորմամբ, ես սկսել եմ իրեն չլսել, այսօր լսեցի, որ ասեց եւ ուկրաինացի ժողովրդի փրկությունը Զելենսկուն ուղղակի իշխանությունից զրկելն է, վռնդելը։ Սա պետք է վաղուց ասվեր, վաղուց արվեր։ Սա գոնե իմ համար վաղուց պարզ էր։
Ես Շվեյցին շատ բարձր եմ գնահատում իր մասնագիտական որակները, ու երբեք չէի կարողանում հասկանալ այս իր ներողամտությունը, կամ ինքը դեռ չի ուզում ասի, ինչի լավ էր, այդ չնկատելը տեսան ինչի բերեց, հարգելի Շվեյց, հարգանքներս իհարկե, բայց երբ որ դու տեսնում ես սխալ ուղղությամբ ա գնում, պետք չի սպասես 3 տարի, որ հասկանաս գնաս ընկավ ձորը, ուղղությունը արդեն սխալ է, դա գնում անտեղ արդեն։ Ես չգիտեմ, իմ մոտ ինձ ասում են կտրուկ ես, միանգամից ես բանանում, բայց լսեք, նայում ես վեկտորին, հասկանում ես ուր ա գնում։ Ես սուտ խոսացող մարդու, ես չեմ կարող հնարավորություն տամ 2-3 անգամ էլ ինձ խափի։ Ես միանգամից իրան դնում եմ մի կողմ, փակում եմ դուռը, շրխկստում եմ վրան, վերջ։ Դավաճանություն, այո, մի անգամ կարող եմ նել, բայց էլի դնում եմ մի կողմ, դուռը շրխկստում եմ վրան, վերջ։ Ես սենց եմ անում։ Դամաներ այսօր որ լսեցի, ուզում եմ ասի, հարգանքներս իհարկե, բայց նոր տեսար։ Սա եթե մենք 2 տարի առաջ դու, ես ասեմ, Ուկրաինայի հաղթանակի այսքան դիմանալու մեջ մեծ ներդրում ունի Շվեյցը։ Բայց եթե դու 2 տարի առաջ ասեիր սա մասին, 2 տարի առաջ ասեր, գուցե կոռուպցիան այս մասշտաբների չհասներ ու ուկրաինացի ժողովուրդը այսքան կորուստներ չուներ, ֆիզիկական կորուստներ։ Եվ այն վաղ որ Թրամփը չկար, այս հարցը ուրիշ ձև կլուծվեր Բայդենի ժամանակ։ Ուրիշ ձև կլուծվի։ Իսկ հիմա լուծվել է շատ վատ ձևով։ Շատ։ Էլի Թրամփի նամակներից Էփշտեյնի բացահայտված հայտարարություններ, որտեղ Էփշտեյնը գրում է, որ Թրամփի նման այլասերված ինքը չի տեսել։ Մեկ Էփշտեյնը գրում է Թրամփի մասին, որ դա նման այլասերված ինքը չի տեսել երեխեքի հետ, իմիջիալոց այս ամեն ինչի մեջ ներգրաված եղել նաև իր աղջիկը, իր ձեռքով։ Եվ իր կնոջները տեղից է ծանոթացել։ Խայտարակ մանրամասներ է գալիս, խայտարակագույն։ Դամար մասում 26 թիվը բան է լինելու։ Ես նույնիսկ չգիտեմ ոնց ասեմ։ Դու պատկերացրեք մի տարի առաջին, չէ՞, հիմա ինչ է, ես ասում եմ մի տարի հետո ավելի ուրիշ բան է լինելու։ Եվ Ամերիկայի նվաստացում, եւ Չինաստանի հզորացում, եւ Թրամփի հանրապետականների լրիվ դեմորալիզացիա, պատկերացրեք հրեաներն են վիճակին են հասել, որ ասում են ով դեմ է սիոնիզմին, նա դեմ է հանրապետական կուսակցությանը Ամերիկայում։ Այդտեղ է ասել։ Հիմա պատկերացնում եք ինչ է լինելու հանրապետական կուսակցության հետ։ Իրանց ներսում արդեն քայքայվում եւ արդեն դա մասին խոսում են, որ հակասեմիտները մեծ վնաս են տվել հենց հանրապետական կուսակցության, որ ներսում իրանց մեջ արդեն կոնֆլիկտ կա։ Մյուս տարի Հայաստանում էլ ընտրություններ են, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրություններ լինելու, եթե իհարկե սա ցկի միջև մյուս տարի։ Սա էլ այդ հոդվածն է, որ ասում եմ մի քիչ ուղղակի առաջ ընկա Ուկրաինայի այդ կոռուպցիոն սկանդալի հետ կապված։ Երկու նախարարներ, արտարադատության եւ ֆինանսների էներգետիկայի նախարարներ, որ ուղիղ կապված են Զելենսկու հետ եւ 100 միլիոնի բացահայտված կոռուպցիոն սկանդալ։ Իմիջիալոց իր կոռուպցիան FBI-ը վաղուց էր բացահայտել 3 տարի առաջ, տարբեր ձևերով անդադ դնում էր բանի դիմաց։ Եվ Բայդենի, եւ Զելենսկու, եւ Բայդենի, եւ Զելենսկու անդադ դնում էր, անդադ բացել է։ Որտեղ ինչքան փող է հոսում։ Այսօրվա բանը էլեկտրոնային աշխարհում ոչ մի բան հնարավոր չի թաքուն պահել։ Ոչ մի բան։ Հիմա վերջնականապես, այսինքն բաց դրեցին դեմը։ Ու այդ բոլորի կապին տալիս Զելենսկու։ Բոլոր կապերը տանում են դեպի իրար։ Որովհետև այդ երկուսն էլ իր գործընկերներն եղել Կվարտալ 95-ի այն ժամանակներից, դրանցից մեկը եղել է նույնիսկ համասեփականատերը Կվարտալ 95-ի։ Պատկերացնում եք ինչ կենթանի են իրենց ժողովրդի արյան վրա։ Ես ասում եմ, պատերազմը երկարացնում են այս թալանի համար։ Շատ դաժան էր հնչում, անմարդկային էր հնչում, ասեմ, անմարդկային է հնչում, բայց փաստորեն դա փաստ էր։
Եվ արդեն եվրոպական երկրներն էլ իհարկե ասում են, որ մենք իհարկե կօգնենք բան, որ ձմեռը անցկացնի Ուկրաինան, բայց եվրոպական երկրներից բացի ամենակարևոր դոնորը դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն խոսում են, որ Զելենսկին նույն կատեգորիայի վրա է կանգնել, ինչպես Ուկրաինան Նետանյահուն իրենց համար, ու որ երկուսն էլ փաստորեն յուրացնում են Ամերիկայի հարկատուների փողերը։ Ամերիկայից էլ գրոշ կարող է չգնալ, իսկ հիմնական զենքը, հիմնական փողերը գնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Իհարկե ես չեմ կարծում, որ եվրոպացիներն շարունակեն նույն ոգևորվածությամբ տալ փող եւ զենք Ուկրաինայի, չեմ կարծում, որ դες կլինի։ Ամեն դեպքում դրա համար էլ այսօր Պուտինը մտավ խաղի մեջ։ Սա մարդը երկար սպասեց, դիմացավ, գիտեր դիմացին ով է, էլի։ Չէ՞ որ միասին էին գործ անում։ Եվ այսօր ես ցավում եմ Ուկրաինայի ժողովրդի համար։ Շատ ցավում եմ։ Ամենը մոտավորապես նույնն է, ինչ մենք ունենք, էլի։ Շատ չի տարբերությունը։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Սենց ասենք, բնակչությանը տանում է իր ետևից, ժողովուրդը շուտվանից ամեն ինչ հասկացել է։ 12 հոգուց մի դավաճան գտնվեց, ուզում եք 200 քանի հոգուց չգտնվի մի քանի հոգի։ Ամենակայուն արտարժույթը դա 30 արծաթն է, միշտ։ Գոյություն ունի աղանդավորական մի այսպես դաս շերտ, որին ոչինչ արդեն հնարավոր չի լոգիկայի սահմաններում բացատրել։ Վերջ, Նիկոլը մեր թագավորն է, մեր Աստվածն է, վերջ, դա արդեն կլինիկական դիագնոզ է։ Այո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ատում են։ Ահա, սարակ չեք նայում։ Չնայում ենք, ինչի Ամերիկայից եմ նայում ենք, ինչ ասենք, իր սխալների մասին ասենք։ Մի մարդ, որի գրքի մեջ գրում է իր ասենց ասած սրբապղծությունների մասին, ինչ կարծիք կարաք ունենաք այդ մարդու մասին։ Շատ ներողություն արձան բռնաբարել, գայթակղվել արձանի վրա, կարդացել եք իր գիրքը։ Դե այդ մարդը ինչ իրանք ունի ղեկավարելնի։ Երեք էլ օրինակ ասում են, որ 2007 թվականից է Արցախը ճանաչվել դեռևս Ադրբեջանի մաս։ Ճիշտ ասած, ոչ մի բան վրա չեմ կասկածում, ինքը տական հանձնավորություն է, Ամերիկայում ոչ մեկ իրան չի սիրում, հավաստի ասում եմ ձեզ։ Ատում են իրան, հենց մասնավորապես Լոս Անջելեսը, Գլենդելը, Բրբանկը, բոլոր քաղաքները հավատացեք։ Ամեն անգամ ցույցեր են կազմակերպում հիպատոսարանի առաջ, բայց ոչինչ չի օգնում, քան ինքը նստած է, ոչինչ չի փոխվել։ Մոր կերպարն է վերացած։ Մայր հասկացողությունը, որը հայ տղամարդու համար դա սրբություն է։ Ես որ տեսա այդ կարմիր բերետով տղեկը զոհված ազատամարտիկի մորը, լավ, զոհված ազատամարտիկի մորը մեր չած, մի հատ կնոջ քաշ են տալիս ու կողքից մեկը չի, այդ հրաման տվողին այդ տղեկ ազգային հերոս կարակ դառնաք դուք այսօր։ Ինչ եք անում, մոր, կամ ինչ-որ բաներ են, վիդեոներ են գցում, աղջիկը մոր վրա ինչ-որ բաներ անում, էդ էլ են վերացնում մոր հասկացողությունը, թե ինչ կարևոր բանը մայրը, կինը ինքը մայրն է, այդ ինստիտուտ է մի հատ։ Կասկանում եք, այս պիղծը ինչ արել։ Այս պիղծը գայթակղելով, դուզելով, փողով, ինչքան մարդու է սարքել անասուն։ Անես չէ որ մարդիկ անասուն չէին, դարձան անասուն չէր։ Ուղղակի մանավանդ այդ շատ չմտածող, հա, այս սրանց մեջ, որ գլուխը շոյ է, այս երկու լավ բան ասես, ճիշտ ուղղությամբ, կարող մարդ լինի։ Կարող է նաև մարդ հասկանում եք, բայց ինքը ասես չէ։ Դու որպեսի աշխատավարձ ունենաս, ու որպեսի դու լինես իմ պետության ողնաշարը, որտեղ ես եմ այս պետությունը, իմ պետության ողնաշարը որպեսի դու լինես, դու պետք է լինես անասուն, դու պետք է լինես չմարդ, դու պետք է լինես դև։ Դեմ այդ առաջարկեցին, այդ մարդիկ էլ ընդունեցին։ Դեռ եմ ասում, հասկանում եք, սա ինչքան մարդ հետը տարավ դժոխք, ինչքան մարդու
համար է ինքը ճանապարհ հարթել դեպի դժոխք։ Երեք իմ վաղեմի ծանոթների հետ էի խոսում, մեկի հետ ուրիշ մի հարցով զանգել էր, ուզում է տեղափոխվի։ Ամերիկայի մասնակիցներ տարբերակներն են հարցնում, անուն իհարկե չեմ ասի, ժամանակին աշխատել է այդ ծառայություններում, բանում, չկա, ոնց կա, կարան գանք, տներից ծախեմ գամ, մի տուներ կա, չգիտեմ, եթե կարողանամ ծախեմ, բաններն է, տեսեք, պաշտոնյա է բարձր, բաններն է, որ տուն է առել, այդ նորակառույցներում, բարձում է, Իրանից բացի, մոտ 300,000 փող է տվել, Իրանից բացի, այդ տունը ծախել են ևս 3 հոգու վրա, ու հիմա ինքը այդ փողը չի կարողանում ստանալ, դա ասում է, եթե կարողանում ծախեն, որ գամ, ինչ կարելի է տեղանել, ես ուրիշ բանի համար եմ մտածում, մարդ, որ ունեցել է իշխանություն, ունեց Հայաստանում այդպես բան չկա, ինքը ունեցել է իշխանություն, էլ ոչ, էլ մարդ չի ճանաչում իրար, չէ, Հայաստանը փոքր երկիր է, փոքր, բոլորը իրար ճանաչում են, ով մի անգամ եղել է իշխանական բուժգում են էլ մանավանդ իրավապահ համակարգում կամ քաղաքական համակարգում, բոլորը իրար ճանաչում են, մեծ մասը, 99% իրար ճանաչում, եթե ուղղել չեն ճանաչում, մեկը իրար ճանաչում են, ընդհանուր ընկերներ ունեն, մարդ, որ մեջ հնարավորություն է, ինքը բողոքում է, որ ինքը տուն է տվել, տուն է առել մոտ 300,000-ով, էլ չեմ հարցնում այդ փողը որտեղ է, ու իրանից բացի այդ տունը ծախել են ևս 3 հոգու վրա, բայց չկարողան են փող տալ, ունես մտածես, ասես, չէ որ դու, դες իհարկե ասեցի ոչ չէ, ոչի բան չեմ կարել այդ հարցով օգնեմ, ես այդպես հարցերով չեմ զբաղվում, ընդհանրապես, բայց հարցերն է, որ մարդիկ, որ մտածում են, այ իրենք իշխանություն են, փող ունեն, պաշտոնի են եղել, այս ամեն ինչ որ կատարվում է Հայաստանում շուրջը, իրանց չի վերաբերվում, հարավով չի վերաբերվում, հարավով չի, եթե այդ վիճակին դեռ չեք ընկնելու եք միևնույնն է, ասենք, Միլան Հակոբյանի նման, ասել ես, Նիկոլի ժամանակ աղացան դարելա չեկա, չէ, Միլան Հակոբյան, ոչ, ձեր ժամանակ էլ էր, նույն աղացան չեք աներ, չէ, վաղն էլ կարող է նույն լինի, աստված չտա, դաման եմ ասում, թողեք, երկու մարդ մնա, երկու դատախազ, երկու դատավոր, թողեք մնան, որ վաղը դուք դիմելու, բողոքելու տեղ ունենաք, հասկանում եք, դուք ավիրում եք ամեն ինչ, դուք ավիրում եք ամեն ինչ, դուք բացել եք բոլոր հանցագործների ձեռքերը, բոլոր մարդուն վերցում են գիշերը տնից տանում են ու մի անգամից երկու ամսակալանքը դնում են վրան Նարեկ Սամսոնյանին այն մյուս տղուն ասում Նարեկ Սամսոնյանին ես ոչ մի ձև ինքի մեջ չի ինքիմ ճաշակի բան տեսանելիության մեջ չի բացարձակապես բայց ինքը տղա է ինքը հանցագործ չի ինչ անել ժամանակին այդ մի կողմ ինքը ոչ մի բան չի արել, դա խեք տանում այդ մարդուն։ Վաղը ձեզ են նույն ձևի տանելու։ Վաղը ձեր տններն են ձերից խլելու, ասեն ապետ։ Դե գնա բողոքի։ Դե գնա բողոքի։ Վերջս նույն չմտնես էլ։ Սամվել Կարապետյանի հիմնարկը ո՞նց են խլում։ Նույն ձևի ձեր ամեն ինչն են խլելու, ասեն։ Դե գնա բողոքի։ Գնաս արբիտրաժ, հիմա արբիտրաժն էլա, չէ՞ զեկույցը տվել։ Սամվել Կարապետյանի պահով։ Տվելա, չէ՞։ Դա գնա ուզում ես բողոքի։ Եթե մենք չկարողանանք այս երկիրը փրկենք, ով ինչ կուտակել է, ով ինչի հասել է, ով ինչ տներ, հիմնարկներ, գործարաններ ունի, ասեք, բոլորը թիրախեք։ Բոլորը։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է այս հոգեբանությունով քնել արթնանալ ու ասենք չխելագարվել, ոնց։ Բա դու հանգիստ չլինես, որ քո երեխան ապահով տեղ ապրում, ոչ մեկ փողոցում չի դնի, դանակով 11 հատ խփի, հա։ Որ ասեն քո ունեցվածքը ապահովա, ոչ մեկ չի գա խլի ասի, վերջ էլ քոնը չի, ոչ մեկ չի գա քեզ ձերբակալելու կամ նույնիսկ եթե ձերբակալեն, արա դու քո ոտով տնից դուրս գաս էլի, քո կինը ցես կռսած կզսած քեզ չտենա, քո երեխեքը քեզ դες չտենան, բայց ինչ է կարելու քեզ երկրի հետ, նույնը մայրինն է վերաբերում, եթե մեկը կարող է մեկը ցանկացած մեկը կնոջը
Պարտադիր չի իր մայր լինի, կինը լինի, ցանկացած կնոջ, այտենց վերաբերվի։ Նա մարդ չի։ Նա ոչ մի ձևի մարդ չի։ Ով էլ իրան բարևա տալի, ինքն էլ մարդ չի։ Ով էլ այս ժամանակ կողքը կանգնած է ու ձեռս չքաշեց, ասել, այ անասուն, ես ինչ ես անում, արա։ Կին, արա։ Հայ կինա, էլ չեմ ասում, մայրա։ Ու նշանակում ինքն էլ մայր չի ունեցել, ինքն իր մորներ նույնը կանի։ Ինքը առաջացել է, առաջացել ինչ-որ մի տեղից։ Վերջում, ես եմ ուզում ձեր համար կարդամ։ Ես սա մոտ մի 2 տարի առաջ էի, 2020 թվականի նոյեմբերի 13-ին եմ գրել։ Պատկերացնում եք։ Սա նկարել եմ երևի մի գրքից, հիմա գտնեմ այդ գիրքը, ինձ թվում է ես գիտեմ որտեղից եմ նկարել։ Ես գտա շատ հեռու չէր։ Ձեզ մի հատ գիրք կա, կոչվում է Սասունցի Դավթի դաստիարակչական մասը, պոեմի։ Ես 13-ին արդեն ասել էի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միանգամից ձեռս վերցրեցի ու գրեցի էդի։ Հայ մանուկները հակառակորդի աշկերում, Մսրից հարկահանը նկարագրում է հայ մանուկներին։ Ես գիտեի, թե այդ Սասուն դաշտ է դուրան, չգիտեի, քար է, կապան, այնտեղ ճժեր, որ նոր ելած դիվանական, իրենց նետ կա, քանց ձիթանի գերան, այնոնք խոտեր ունին կծան, այնոնք թրեր կեցական, այնոնց թրերը կեցական, այնոնք կզարկեն մարդու ջան, մարդու լեշ կանեն պատուհան։ Սա Մսրից եկած հարկահաներն են, հանդիպել են հայ երեխեքի մանուկներին ու այս տպավորությունն է իրենց մոտ։ Հա։ Ես այս եմ ուզում տեսնել։ Այս եմ ուզում տեսնեմ, որ ցանկացած մեկը, որ կմտնի մեր պետություն, որ նայի տեսնի այդ երեխեքը իրաց պետության տերն են, որ հանկարծ մեկի մտքով անցնի մի վատ բան անի, Սասունցի Դավթի նման, ծնոտը կպոկի տեղից։ Երեխեքը ոչ թե մեծերը։ Երբ մենք կարողանանք մեր երեխեքին sense մեծացնել, ոչ թե ասենք ինքը լավ երեխա է, խելոք տղա է, վայ ոչ չեմ սիրում ես այդ բառը, խելոք տղա։ Չի բռնում այդ բառակապակցությունը իմ մոտ բան է առաջացնում, կոգնիտիվ դիսոնանս։ Տղեն չի կարա խելոք լինի, տղեն պետքա տղա լինի, տղեն պետքա չարաճճի լինի, պետքա հետաքրքրասեր լինի, պատասխանատու լինի իր շրջապատի համար։ Եթե տես տեղա մեծանա, տղենը տես մեծանա, ինքը չի կարա նայի կարմիր բերետավորը ոնց է ուրիշի մորը քաշ տալով տեղը ստանում։ Այդ կարմիր բերետավորի ծնոտն էլ կջարդի, ոտեն էլ կջարդի, կասի արա էսի մերը այ անասուն։ Ինչ որ մեկի մայրն անվորում, այդ մեկին սպանել եք դուք։ Այ եթե մեր երեխեքը տես մեծացածն էին։ Բայց եթե մեր երեխեքը պետք է մեծանան կամպյուտերի առաջ, գլուխները շոյելով, բալես գործ չունես։ Ով ես դու փալան, այ քեզ պետք է չլինի։ Մենք կորցնենք ամեն ինչ։ Մենք ունեցել ենք ինչ-որ մի բան, որովհետև մեզ այս աշկերով են նայել։ Այս աշկերով են նայել, տեսել նո։ Բայց իլը փոքրերն են, բա մեծերը ինչ կլինեն։ Բա ո՞ս սրանք փոքրերն են, բա մեծերն ինչ կլինեն։ Ման չասեմ, եթե համաձայն եք տարածեք, գրեք ինչ եք մտածել, դա մնացեք։